Էջմիածնի գանձերը մեզ հետ են այլևս։ Եվ եթե Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս հանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա, չի կարող հսկել ոչ իր սահմանները, ոչ իր մաքսատները, դա ինչի մասին է խոսում։ Եվ ի վերջո շատ լավ գիտեք պատմությունից, որ 1441-ից երբ վերստին Մայրաթոռը վերադարձավ Հայաստան, 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար Մայրաթոռը լինելու է Հայաստանում։ Եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։ Երբևէ Մայրաթոռը հայ հոգևորականը և հատկապես ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանը չի լքի։ Եվ ասում են ելքը, քանի որ փակվել է կաթողիկոսի, այնուամենայնիվ եպիսկոպոսած ժողովը տեղի է ունենալու թե ոչ, եւ արդյոք կաթողիկոսի բացակայությամբ տեղի կարող է ունենալ եւ ինչպես կարող է ունենալ։ Ասեմ ձեզ, բոլորիդ քաչ հայտնի է, որ երեկ ամենայն հայոց կաթողիկոսին էլ շինծու քրեական վարույթի հիման վրա երկրից դուրս գալու արգելք դրեցին, ինչպես որ գրեթե 2 շաբաթից ավել առաջ Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամ եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների վրա, նույն այդ վարույթի հիման վրա, որոնցից մեկը ես եմ։ Եվ ամեն պարագային մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար ամենայն հայոց կաթողիկոսի բացակայությամբ փոքրինչ փոխվում է եպիսկոպոսատ ժողովի կարգավիճակը, այն դառնում է եպիսկոպոսած հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները միևնույն է հավաքվելու են և քննարկելու են զանազան հարցեր հուզող մեր եկեղեցուն և հատկապես այսօրվա իրավիճակների հետ։ Որևէ մեկը չի կարող արգելք լինել մեր եպիսկոպոսներին որևէ տեղ հավաքվելու և նույնիսկ ոչ միայն հավաք, այլև ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ եպիսկոպոսած ժողով անելու։ Այդ մտածածին, այդ ցնորամիտ բաները, որ եպիսկոպոսատ ժողով Հայաստանից դուրս չի կարող լինել, դրանք պարզապես օդի մեջ գցած խոսքեր են և զարմանում են, որ ամեն անգամ, չգիտես ինչու, մի խումբ ապիկարներ ուզում են մեր ժողովրդին պարզապես տկարամիտի և հիմարի տեղ դնել, բայց մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ ամենը։ Սրբազան քրեական հետապնդում է արդեն հարուցվել եւ բացակայելու արգելք է որպես խափանման միջոց ընտրվել։ Հնարավոր համարում եք, որ մի օր այդ խափանման միջոցը փոխեն եւ որոշեն կալանքը կիրառել եւ կալանավորել վեհապարել։ Ես երբևէ չեմ կարող նման ուրեմն պրոգնոզներ տալ։ Նախ եւ առաջ ես տեսնում եմ, որ այսօր մեր երկրում ամեն ինչ հնարավոր է։ Միայն թե լինի ոմանց քաղաքական կամքը։ Սրբազան հայր, կա արդյոք հայտարարություն այն գործարարների, որոնք ամեն տարի միլիոնավոր դոլարների նվիրատվություններ են անում ի պայծառություն Մայրաթոռի, Սուրբ Էջմիածնի, վարչապետի հայտարարություններին հակադարձող հայտարարություն կա։ Վարչապետի հայտարարություններին բնավ հակադարձել անիմաստ է, որովհետև այդ մարդը մեր ազգի մեծագույն բարերարներին Հայաստանի թշնամի ու գողավազակ է հայտարարում և կարծում եմ, ով իր վրա այդ կարող է առնել, նա էլ պիտի հակադարձի, որովհետև գիտեք ամեն անհեթեթ բանի պետք չունի հակադարձել։ Այդ մարդկանց ճանաչում է ողջ ազգը և շատ լավ գիտի, թե նրանք ինչ նվիրվածությամբ են մշտապես եղել ոչ միայն եկեղեցու, այլև Հայաստանի Հանրապետության համար ինչեր են արել։ Դրա համար երևի օրը կգա, որ
այդ մարդկանցից պետք կլինի ներողություն խնդրել։ Սրբազան Նիկոլ Փաշինյանը նաև ասում է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ հայ առաքելական եկեղեցու միջոցով գումարներ է գալիս եւ այստեղ քաղաքական նպատակներով է օգտագործելու։ Ինչպես կարձագանքեք։ Արձագանքելու բան չկա, սիրելիներս, նորից էլի ասում եմ, ձեզ ու մեզ հիմարի տեղ են ուզում դնել եւ իրենց քաղաքական հայտարարություններով շատ կարեւոր մի ժամանակաշրջանում պիտի անպայմանորեն այն հեղինակությունները, որ գոյություն ունեն Հայաստանում, ինչ որ ձևով նսեմացվեն եւ նեյտրալացվեն։ Ես չգիտեմ, թե այդ հայտարարությունը դույզն ինչ հիմք կա, թե չկա։ Եթե կա, այդ հայտարարությունը չերարվի, այլ վաղուց ի վեր կոռուպցիոն դատարանի վարույթ կլիներ։ Սրբազան հայր, ինչու են իշխանությունները այսքան սարսափած եպիսկոպոսատ ժողովից, Սարսափած չեն եպիսկոպոսատ ժողովը։ ամեն գնով փորձում են։ Հասկանում եք, սա մի ծրագիր է եկեղեցու դեմ, եւ այդ ծրագրի ընթացքում ամեն կերպ ուզում է ապացուցվել, որ եկեղեցին պիտի անի այն, ինչ որ մենք ենք ուզում, որ եկեղեցին պիտի դառնա պետության մի կցուրդ։ Եվ այդ կցուրդը պիտի շարունակի այն քաղաքական ուժերի ցանկությունը, որ իրանք ունեն։ Գիտեք, կաթոլիկ եկեղեցում մի կարևոր դրույթ կա իրենց կատեխիզմի մեջ, դոգմատիկ դրույթ կա, որ կաթոլիկ եկեղեցուց դուրս չկա փրկություն։ Հին թարգմանություններով չիկ փրկություն արտաքո կաթողիկ է եկեղեցվում։ Այսօր նման մի դոգմա մեր երկրում էլ է կարծես թե։ Չկա փրկություն որոշակի քաղաքական թիմից դուրս։ Իրավիճակի հանգուցալուծումն ինչպիսին պիտի լինի Սրբազան։ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն ինչպիսին պիտի լինի։ Սիրելիս, ինձ հարցեր եք տալիս, որը ես չեմ կարող պատասխանել, ես չեմ կարող պատասխանել եւ կարծում եմ, եթե նույնիսկ վերին ուժերին հարցնենք, նրանք էլ կդժվարանան պատասխանելու դրան, բայց ամեն պարագային եկեղեցին անկոտրում է, եկեղեցին իր հազարամյակների ավանդության, իր հազարամյակների նվիրվածության, իր տիրոջը, իր ազգին եւ իր պետությանն ու պետականությանը փոքր-ինչ չի ընկրկելու եւ նահանջելու եւ պահելու է այն, ինչ որ դարերով, հազարամյակներով ստեղծել է հայ եկեղեցին եւ պահել է հայ եկեղեցին։ Սրբազան որևէ հանդիպում նախատեսվում է ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով եւ ինչ օրակարգով։ Ոչ, որովհետեւ իշխանությունները մեկ օրակարգ ունեն ընդամենը։ Փոխելու ամենայն հայոց կաթողիկոսին, որը իրենց իշխանությունից դուրս է ընդհանրապես սահմանադրությամբ, օրենքով եւ բոլոր տեսակի օրենքներով։ Սրբազան հայր, այս ընթացքում ներողություն եմ խնդրում, այն 10 եպիսկոպոսները, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին, քայլ արել են վեհափարին հանդիպելու, խոսելու կամ ձեզ եւ նաեւ ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ բարձրաստիճան հոգեվորականները եւ ոչ միայն դիմել են իրենց, նշելով, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում, այդ իսկ պատճառով է, որ ԱԱԾ-ականները, ոստիկանները իրենց անվտանգությունն են հսկում։ Օրինակ, ձեր անվտանգությանը վտանգ չի սպառնում, ինչու չեք դիմում։ Ոչ, իմ անվտանգությանը չի սպառնում, որովհետեւ ես ունեմ իմ պաշտպանը։ Եվ ամենակարևորը միշտ անվտանգությունը սպառնում է մարդու խղճին եւ հոգուն։ Եվ եթե խիղճդ մաքուր է, ոչինչ կարող է քեզ վտանգ լինել։ Իսկ այն հայտարարությունները, որ արվում են, դրանք նորից էլի հայտարարություններ են պաշտպանելու համար իրենց քաղաքական թիմի օրակարգի իրականացմանը։ Սրբազան հայր, Սրբազան հայր, եպիսկոպոսատ ժողովը ասացի, քանի որ կաթողիկոսը չի մասնակցելու, կոչվելու է եպիսկոպոսած հավաք, արդյոք հավաքի Հարցը դեպքում կոչվելը չէ միայն, այլ արդեն իր կարգավիճակով դառնում է։ Արդյոք այդտեղ քվորում ապահովելու խնդիր կա թե չէ, կանոնակարգն ինչպիսին է։ Ոչ։ Եվ
Ժողովում որոշում կայացվելու էր թե ոչ, հավաքի դեպքում կայացվում է որոշում թե ոչ, եթե որոշումները Հավաքի դեպքում որոշում վճիռ չի կայացվում։ Միայն ներքին իրենց օրակարգի համար, ասենք թե նույնիսկ հավաք եթե լինում է հավաքնել, պիտի ինչ-որ օրակարգ ներկայացնի եւ այդ օրակարգը բնականաբար բոլորի հավանությամբ եթե լինում է, դա կարող են կոչել որոշում, բայց որոշում ոչ թե վերդիկտ կամ վճիռ իմաստով է, այնպես որ սովորական լինելու է մեր եպիսկոպոսների հավաքը, բնականաբար ոչ թե հավաքվելու են անտեղ իրար կարոտած լինելով ինչ-որ ձևով ժամանակ անցկացնելու, այլ շատ հստակ է, եպիսկոպոսները այդ օրերին իրենց աղոթական միասնությամբ, որովհետև մեր օրակարգի մեջ հատուկ նաև աղոթական մասը կա ծրագրի, քննարկելու են մեր եկեղեցու այսօրվա որոշ հարցեր եւ հատկապես շատ լավ գիտեք ամենաակտուալը ինչն է։ Սրբազան հայրություն վեհապար հայրապետի տրամադրությունը ինչպիսին է հաշվի առնելով երեկվա վարույթը արգելքը երկրից դուրս գալու։ Եթե ասեմ մենք այսօր սև ենք հակել, որ սուքի մեջ եք, կհավատաք։ Բնականաբար գիտեք, բաներ կան, որոնց որ վերաբերվում է պարզապես լավ էտել արեցիք հետո։ Սրբազան հայր Ադրբեջանի հոգևոր առաջնորդն էլ էր անդրադարձել վեհապար հայրապետին, նշելով, որ նրանք պահանջում են գերիների վերադարձ, պատանդարված քաղաքացիների վերադարձ, այդ կերպով եւ դառնում է վեհապար հայրապետը պատերազմի սպառնալիք։ Ձեզ ասեմ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը ոչ թե նոր է անդրադառնում ամենայն հայոց կաթողիկոսին, այլ հատկապես պատերազմից հետո 21 թվականի մեր եռակում հանդիպումից հետո ինքը այլևս հաղթանակացի դերում է իրեն զգում եւ ամենտեղ հայտարարում է եւ լինի Վատիկանում, լինի միջազգային տարբեր հարթակներում եւ իր բողոքը, եթե հիշում եք, հունիսի 11-ին ուղարկած եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, որտեղ որ ինքը հայ եկեղեցին համարում է, որ հայ եկեղեցին ամենահիմնական ռևանշիստն է, սեպարատիստն է եւ այս ռեգիոնին վտանգ սպառնացող հիմա էլ խաղաղությանը, որովհետև բնական է ռևանշիստը եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Ես ձեզ ասեմ, այդ մեզ համար նորություն չէ։ Միայն ցավ է, որ դրա արձագանքները մենք նույն ձևով լսում ենք մեր ազն ժողովրդի զավակների կողմից։ Սրբազան հայր ներողություն, այն բարձրաստիճան հոգևորականները, որոնք միացել են Փաշինյանին, այսպես պայքարում են եկեղեցու դեմ, տեղյակ եք արդյոք նրանց սպասում է կարգալուծություն, թե ոչ, որովհետև գիտեք համացանցում նաև այդպիսի կարծիքներ, առաջարկություն կա վեհապար։ Սիրելիներս, որքան հայ, անքան կարծիք։ Եվ ընդհանրապես ես միշտ մի խոսք եմ ունեցել, որ այսօր ուզում եմ կրկնել, եւ շատ անգամներ ասել եմ, որ սովորաբար մարդիկ եկեղեցի գնում են իրենց փոխելու եկեղեցու մեջ, բայց հայ մարդը գնում է եկեղեցին փոխելու նպատակով։ Սա գիտենք, որ այսօր որքան հայ, այնքան կարծիք, որքան հայ, այնքան որոշում։ Բնականաբար այս ամենի մասին մենք էլ այդքան ապիկար չենք, որ չմտածենք, չորոշենք ինչ անելու, բայց գիտեք ինչ է, ի վերջո պիտի թույլ տրվի եկեղեցին իհարկին ժամանակի ինչ որ պետք է պիտի անի։ Բոլորիդ մաղթում եմ լավ սկիզբ մեծի պահոց շրջանի
եւ ամենակարևորը այս շրջանին ինչքան կարող եք բարություն արեք, ինչքան կարող եք բարին մտածեք, ինչքան կարող եք սեր տվեք ու սիրվեք։